Արհամանյան, այսօր ինչով եք պայմանավորված բավականին ուշ ազգային ժողովի կայանալ է ձեր խմբակցության։ Դա խմբակցության որոշումն էր, մենք նպատակահարմար ենք գտել վերադառնալ խորհրդարան եւ մեր երեկվա քայլը, մեր երեկվա դեմարշը ամենևին չէր նշանակում, որ մենք այլևս խորհրդարան չենք վերադառնալու։ Մենք ինչպես նշել ենք, մեր օրակարգը անփոփոխ է, մենք այդ օրակարգի շրջանակում շարունակում ենք պայքարը ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս օրենքով եւ սահմանադրությամբ չարգելված բոլոր միջոցները։ Մասնակցելու եք կառավարության ծրագրի քննարկումներին այսօր։ Դե քննարկումները, ինչպես տեսնում եք, արդեն ավարտին են մոտենում, մի քանի ելույթ է մնացել, կան խմբակցության անունից ելույթներ եւ ապա կլինի քվեարկություն, այդ մասով դեռ որոշում չունենք, կմասնակցենք քվեարկությանը թե ոչ։ Դուք արդյոք մտավախություն չունեք, որ նորից ելույթների ժամանակ վեհապար Հարապետին կդիմեն Ավազանի անունով ամփոփի ելույթի ժամանակ նույնպես այդ դեպքում դուք ինչպես ձեզ կպայեք։ Դե իրենք կարող են շարունակել այդ սադրիչ գործողությունը, որովհետև իրենք գիտեն, որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից լինելու է համապատասխան արձագանք, ես կրկնեմ, դա ուղղակի հենց այնպես հարված չէ սեղանին, մենք տվյալ իրավիճակում գտել ենք, որ դա է անհամաձայնություն արտահայտելու միջոցը, նորից եմ կրկնում, Ավազանի անունով վեհապար Հայրապետին դիմելը վիրավորում է տասնյակ հազարավոր, 100 հազարավոր հայ քրիստոնյաների հոգևոր զգացմունքները։ Պարոն Հարամանյան, չեք կարծում, որ ձեր այդ դեմարշը իրենք շուռ են տալու ձեր դեմ եւ ամեն անգամ, երբ իրենք ուզեն, որ դուք դահլիճից դուրս գաք, իրենք այդ քայլին են դիմելու ու դուք ստիպված արդեն դուրս եք գալու դահլիճից։ Հակառակ դեպքում, եթե այլ վարքագիծ դրսևորեք, իրենք կհամարեն, որ դուք արդեն հաշտվել եք այդ իրավիճակի հետ։ Ես չեմ կարծում, որ մեր գործիքակազմերը ԿՊՆ որոշելու կախված համապատասխան իրավիճակից կընտրվի համապատասխան գործիքակազմ եւ կկայացվի համապատասխան որոշում։ ԿՊՆ չի կարող մեզ թելադրել, թե երբ լինել դահլիճում, երբ դուրս գալ դահլիճում եւ ինչ անել, մեր գործողությունները որոշում ենք մենք։ Եվ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված կատարվածի մասին կուզենամ լսել ձեր գնահատականը, հաշվի առնելով, որ 3 հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ուղիղ Լևոն Քոչարյանին ասաց, որ հորդ ժառանգությունը չես ստանալու, ես ձեզ դատելու եմ, եւ առավոտյան Ալֆա-ջոկատը արդեն Լևոն Քոչարյանին տուն էր հայտնվել, սա քաղաքական ուղիղ հրահանգ չէ իրավապահ մարմինների։ Ես շփազրույցի առաջին հատվածում գնահատական հնչեցրեցի, այո, դա քաղաքական հրահանգ է, դա առաջին դեպքը չէ, երբ գործադիրի ղեկավարը Facebook-ով, ճեպազրույցում, հայտարարություններով եւ այլ տարբերակներով ուղիղ ցույցում է տալիս իրավապահ մարմիններին, արդեն 8 տարի է Հայաստանում ցավոք դատաիրավական համակարգը գործիք է դարձել գործող իշխանության ձեռքին եւ այդպես իշխանությունը փորձում է ճնշել իր ընդդիմախոսներին, փորձում է լրացնել ընդդիմախոսներին, սա գնահատում եմ այդ շարքից։ Հիմա դուք վերադառնալու եք նիստերի դահլիճ եւ շարունակելու եք ձեր գործունեությունը, ասես ոչինչ չի եղել, թե այլ գործողություններ հետևել են։ Այս պահին մենք խորհրդանում ենք, հիմա ընդմիջման ժամ է, մենք կքննարկենք եւ կկայացնենք համապատասխան որոշում։ Շնորհակալ եմ։